Մի հավատացյալ տղա գնում է բանակ ծառայելու, իսկ սպան չի հավատում Աստծուն։ Եվ սպան գալիս է զինվորների մոտ, ասում է դուք կտեսնեք հիմա ես ոնց եմ նվաստացնելու իրեն եւ իր Աստծուն։ Եվ բոլորի մոտ ասում է գնա այն մեքենան քշելով արի։ Տղան ասում է բայց ես մեքենան վարել չգիտեմ։ Եվ սպան ասում է դե Աստված քեզ կօգնի։ Տղան գնում է քշելով գալիս է եւ բոլորը զարմացած են մնում։ Մեքենայից դուրս է գալիս, տեսնում է բոլորը լացում են։ Չի հասկանում ինչ է կատարվում։ Եվ հարցնում է, իսկ ինչ եք լացում, չէ՞ որ սովորական մեքենա էր, այնքան էլ դժվար չէր։ Միացնել շարժիչը եւ գալ։ Եվ սպան ասում է հենց շարժիչը չկա մեքենայի եւ դու քշելով եկել ես, ինչքան ուժեղ է քո հավատը Աստծո նկատմամբ։ Եվ առակը ինչ կցուցանե։ Առակը կցուցանե, որ եթե դուք ունեք հավատ ձեր ուժերի նկատմամբ, եթե դուք հավատում եք, որ ինչ-որ հաջողության կհասնեք թե բիզնեսում, թե ընտանիքում, թե առօրյա կյանքում, ապա պարտադիր դուք կհասնեք այդ հաջողության։ Եթե դու հավատում ես, որ կարող ես քո կյանքը փոխել, ստեղծել քո սեփական բիզնեսը, բայց չգիտես ոնց, ես կարող եմ քեզ օգնել առանց գրպանում գումար ունենալու սկսել սեփական բիզնես, միայն թե հավատա քո ուժերին։ Իսկ շատ լավ ուսուցում ես կտամ քեզ, որով կհասնես մեծ բարձունքների։